Այժմ ուզում եմ անդրադառնալ սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերին։ Առաջինը, դատարանը հաստատեց մի պարզ եւ շատ տրամաբանական ճշմարտություն, որ հանցավորության դեմ պայքարում բռնագանձվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ։ Ես կապ բառը ասելուց ավելի երևի ճշգրիտ ձևակերպում կուզենայի օգտագործել, որպեսզի չդառնա այն քննարկման առարկա ավելորդ, դատարանը նշել է, որ այն պետք է որոշակի որոշ հավաստիությամբ ցույց տրվի, որ կապ ունի այդ հանցագործության հետ։ Պետք չի միանշանակ դա ցույց տալ, բայց այնուամենայնիվ այն տրամաբանական կապ պետք է ունենա այդ հանցագործության հետ։ Բառացի, եթե մեջ բերեմ սահմանադրական դատարանի ասածը, դա հետևյալն է. բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Սա բառացի ձևակերպումն է սահմանադրական դատարանի։ Ասեմ, որ սա նորություն չէ, իրավաբանական նոր միտք չէ։ Այն դեռևս Տոդորովի գործով 2021 թվականի մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ գործով ամրագրված է եղել որպես շատ հստակ սկզբունք, եւ մենք այդ սկզբունքը մատնանշել ենք մեր դիմումում։ Ավելին ասեմ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերով բազմաթիվ փաստաբաներ այդ հարցը, այդ փաստարկը ներկայացրել էին։ Բայց դատարանները եւ դատախազները այն առ այս պահը մերժում էին իրավունքից իհարկե շատ հեռու որևէ աղերս չունեցող հիմնավորումներով։ Այնպես որ շատ լավ է, որ սահմանադրական դատարանը այս հարցում վերջակետ դրեց։ Երկրորդ կարևոր արձանագրումը, որ արեց սահմանադրական դատարանը, դա այն էր, որ նշեց, որ եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյայից կարող է բռնագանձվել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։ Սա էլ է շատ բնական եւ տրամաբանական, որտեղ եթե խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, ինչ կապ ունի այն գույքը, որը ձեռք է բերվել մինչեւ պաշտոնի անցնելը։ Եվ կա եւս երրորդ հետաքրքիր մի դրույթ, որը սահմանադրական դատարանը ամրագրեց, խոսքը վերաբերում է նրան, որ ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ։ Խոսքը վերաբերում է կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, որովհետև եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մի ժամանակահատված իր կյանքի զբաղեցրել է պետական պաշտոն, եւ դուրս է եկել պաշտոնից, նա չպիտի իր ամբողջ կյանքը սպասի, թե երբ դատախազության ուխտը կչոքի իր դռանը եւ ասի, թե ես որտեղից է այս գույքը, որ դու ձեռք ես բերել այս տարիների ընթացքում։ Ցավոք սրտի այս հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը արեց ընդամենը կես քայլ, որովհետեւ ամենաողջամիտը կլիներ, եթե սահմանադրական դատարանը համարեր այս նորման բացակայությունը վաղեմության ժամկետի հակասահմանադրական եւ ժամկետ տար, որպեսզի ազգային ժողովը այդ ժամանակահատվածում որոշում ընդուներ։ Սակայն դա այդպես չարվեց, ամրագրվեց ավելի շատ որպես բարի ցանկություն, սա ուրեմն վերջին ասածս իսկապես կես քայլ էր։